Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, որն իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Գիտեք, ժամանակներն առաջ են գնում, յուրաքանչյուր ասպարեզում մենք ունենում ենք շատ տարբեր խնդիրներ։ Այդ խնդիրների լուծմամբ ենք շատ հաճախ պլանավորում մեր տրամադրությունը, մեր նպատակները գնալու ճանապարհը, հաստատակամությունը եւ այլն։ Եվ այս ամբողջ շարքում երևի ամենակիչը մենք ուշադրություն ենք դարձնում հենց այն կետին, որից պետք է սկսել։ Եթե դու գտնում ես հոգեբանի, որը կարող է քեզ բոլոր մեծ ու փոքր իրավիճակներում, ինչպես ասում են, տալ բանալին, նշանակում է դու սովորել ես երջանիկ ապրել։ Այսօր մենք Էլ-Ռումում ինձ համար իրականում շատ հաճելի է, որովհետեւ մենք զրուցելու ենք մի պրոֆեսիոնալի հետ, ում կողքին լինելով դու կարող ես հասկանալ ինչպես երջանիկ լինել, ինչպես խնդիրները չբարթացնել, բայց միևնույն ժամանակ այնպես անել, որպեսզի դրանց հաղթահարումը քեզ լրացուցիչ ուժ տա եւ դու կարողանաս հասկանալ, որ իրականում անհնարին ոչինչ չկա, եթե դու որոշել ես իրականում երջանիկ լինել։ Սիրով ուզում եմ Էլ-Ռումում նաեւ ձեր անունից ողջունել Մալումյան հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն, հոգեբան, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, Ռուսաստանի կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի ասոցիացիայի անդամ Տաթևիկ Մալումյանին։ Տիկին Մալումյան, ես շատ ուրախ եմ, որ մեկ անգամ եւս առիթ ունենք հանդիպել ձեզ, որովհետեւ իրականում շատ տպավորված եմ, բացի այն մեծ արձագանքներից, որ լսել ենք ձեր աշխատանքի մասին, նաեւ ձեզ հետ զրույցից, լավ է տրամադրությունը։ Լավ, շատ լավ Լիլիթ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, ինձ համար էլ դարձյալ շատ հաճելի է ձեզ հետ հանդիպումը։ Ասում են, եթե ճիշտ հոգեբանի մասնագետի հետ կարողանում ես ապրել, կարծես դու գիտես երջանիկ ապրելու բանաձևը։ Կարելի է ասել, որ դրա մեջ իսկապես ճշմարտության մեծ չափաբաժին կա։ Արտասահմանում դա ընդունված մշակույթ է, որ մարդիկ ունեն իրենց անձնական հոգեբանները եւ պարբերաբար են դիմում։ Այո։ Բայց օրինակ հակառակ կողմը նրանում է, որ իմ խնդիրը որպես հոգեբան, հոգեթերապևտ կայանում է նրանում, որ մարդուն հասցնել մի հոգեվիճակի, որտեղ ինքը արդեն առանց իմ օգնության բոլոր խնդիրներին կկարողանա լուծում տալ։ Այդպես է ենթադրում նաև հենց թերապևտիկ գործընթացը։ Մենք խնդիրների առկայության դեպքում հանդիպում ենք շաբաթը 1 անգամ, խնդրին լուծում ենք տալիս որոշակի ժամանակահատվածում, որքան պահանջվում է։ Հետագայում այցելությունները հետաձգվում են, այսինքն 2 շաբաթը 1 անգամ է այցելում, այո, 3 շաբաթը 1, 2 ամիսը 1, ու կան այցելուներ, որոնք դժվար են բաժանվում, մի տեսակ կախվածություն է առաջանում մասնագետից, բայց ես այդ պահը շատ լավ եմ զգում եւ նշում եմ, որ չէ պահն է, որ դուք իմ ձեռքը բաց եք թողնելու եւ ձեր կյանքը ինքնուրույն փորձելու եք ձեր խնդիրներին ինքնուրույն լուծում տալ, բայց ես կամ ձեր կյանքում երբ կզգաք, որ դարձյալ ծառացել է անլուծելի ձեզ համար որևէ խնդիր, նորից դիմեք։ Այո, իսկ Տիկին Մալումյան, հիմա այս մասին տարիներ շարունակ երևի 10 եւ ավելի տարի մենք խոսում ենք, որ շատ կարեւոր է, որ եթե տեսնում ես խնդիրը կա, եթե դժվար է ինքնուրույն լուծել, դիմել հոգեբանին։ Հիմա այ հոգեբանին դիմելու մշակույթը ինչ որ առումով իհարկե փոխվել է, բայց կարելի է բավարար համարել։ Մենք հասկանում ենք, երբ պետք է դիմել իսկապես հոգեբանին։ Լիլիթ ջան, պրակտիկայում տարբեր դեպքեր են լինում, կան դեպքեր, որ իսկապես մարդը զգացել է, որ խնդիր է առաջացել եւ շատ արագ փորձում են լուծում տալ, առերեսվել խնդրի հետ եւ դիմել մասնագետի, եւ ունենք, որ բավականին հետաձգված են եւ խորացված են խնդիրները։ Ես միշտ այդպես եմ բացատրում լսարանում, որ եթե մենք քերծվածք ենք ունենում, ապա քերծվածքը մշակել շատ ավելի կարճ ժամանակ է պահանջում, ապակինումն էլ ավելի արագ է տեղի ունենում, իսկ երբ հետ թողնում ենք բորբոքում, այտուցում եւ այլն, այսինքն երբ որ հոգեբանական խնդիրը խորանում է, անձի ավելի խորքային մակարդակներ են ախտահարվում։
ընթացքում բնականաբար վերականգնումը բավականին ավելի բարդ է լինում։ Բժշկական, հա, ֆիզիկական առողջության հետ կապված նույն ցուցումն է, կանխարգելելը շատ ավելի հեշտ է ժամանակին կամ իսկ հնարավոր է այստեղ էլ կանխարգելիչ ինչ-որ միջոցառումներ, այսինքն երբ զգում ես, որ հոգեբանական առողջությունը կարծես ինչ-որ բան խարխլված է, մենք դրան տարբեր անուններ ենք տալիս, հոգնածություն, չգիտեմ, դեպրեսիա, տրամադրության անկում, կարելի է ասել, որ սա այն պահն է, երբ պետք է կանխարգելիչ ինչ-որ միջոցառումների համար դիմել մասնագետին։ Այո, Լիլիթ ջան, կարող ենք եւ իմ կարծիքով անհրաժեշտ է եւ հետագայում դա պետք է լինի մի տեսակ ռազմավարություն արդեն դառնա նաեւ պետական մոտեցում լինի այս հարցին, որ մարդիկ զինված լինեն առաջին հերթին ինֆորմացիայով, որովհետեւ եթե մենք ինֆորմացված ենք, մենք առաջին հերթին հոգեկրթություն տանք մարդկանց, որ հասկանան որտեղից է խնդիրը սկսվում, հասկանան, որ խնդիր ունեն, տալ այդ ինֆորմացիան, տրամադրել այդ ինֆորմացիան եւ երկրորդը, ինչպես մենք պարբերաբար մեր ֆիզիկական, ֆիզիոլոգիական առողջությունը պահպանելու համար բժշկական հետազոտություններ ենք անցնում անգամ երբ որ խնդիր չունենք, ապա դարձյալ հոգեբանական առողջությունը նույն մոտեցումն է պահանջում։ Այո, այսինքն պարբերաբար առանց որևէ խնդրի։ Եթե փոքր-ինչ զգում ենք, որ այլևս մենք որևէ հարցում ինչ որ զիջում ենք, ինչ-որ բաներ չի ստացվում, տրամադրության որոշակի անկում կա, էներգիայի պակաս կա, ինչ-որ նպատակների անկում կա, ցանկություն չկա այդ բոլորին հասնելու, դրանք բոլորը ազդակներ են, որ մասնագետի է պետք դիմել, որովհետև հաճախ ես ասում եմ, անգամ բարձրաձայնումը խնդրի, միայն բարձրաձայնումը, արդեն ինչպես Վիգոտսկին է ասում, խնդրի լուծման 60%-ն է։ Մարդը երբ բարձրաձայնում է, ինքը խոսելով դասավորում է իր խնդիրը։ Երբեմն գալիս են, այո, իրենք ձևակերպում են, իրենց ձևակերպումներից երբեմն զարմանում են։ Ու առանց իմ որևէ ինչ որ ուղղորդման ասում են, հա, փաստորեն սա էր նշանակում։ Այո, պարբերաբար դիմել, դպրոցներում ծնողներին անընդհատ զինել ինֆորմացիայով, որ տարիքում ինչպիսի առանձնահատկություններ կան, հոգեբանական ինչ օրինաչափություններ կան, ինչպես նկատել փոքր խնդիրը, դրանք բոլորը հոգեկրթության արդյունք են եւ շատ հաճելի կլինի, որ պարբերաբար մասնագետների դիմեն, որովհետեւ բոլոր կրթական հաստատություններն ունեն մասնագետներ, շատ ունենք անվճար մասնագիտական օգնության հնարավորություններ, այո, մեր հոգեբանական առողջությունը պահանջունի կանխարգելման եւ չհասցնել խնդիրների խորացման։ Այո, մանավանդ մեր արագության այս ժամանակում իսկապես այնքան արագ են խնդիրները վերածվում լուրջ խնդիրների, որոնց հաղթահարումն արդեն դժվար է։ Այս առումով Տիկին Մալումյան, երևի սահմանները շատ առումով հոգեբանական նաեւ խնդիրների դեպքում ճիշտ չի նշել, բայց Վանաձորը Հայաստանի եզակի քաղաքներից է, որտեղ հրաշալի ու շատ պրոֆեսիոնալ, շատ ամուր մասնագիտական հենքով ձեր կենտրոնը գործում է։ Այստեղ առավելություն ունի Փաստորեն Վանաձորը, Լոռու մարզի բնակիչները, ձեր հիմնադրած կենտրոնը իրականում եզակի է, որովհետև դուք ես բոլոր տարիներին ունենալով մասնագիտությունը անընդհատ կարծես նոր ուղղություններ, նոր տարբեր մասնագիտացումներ, նեղ ավելի խորացրել եք։ Այսինքն հոգեբանությունն էլ անընդհատ առաջ է գնում, երբեք հնարավոր չէ այդ բազային կրթությամբ բավարարվել։ Միանշանակ Լիլիթ ջան, ես միշտ եմ դա ասում, լավ մասնագետը երբեք կանգ չի առնում, հետո դարձյալ հետազոտությունները եւ գիտական եւ կիրառական ոլորտում այնքան արագ են ծավալվում, զարգանում, որ ուղղակի վազքի մեջ ես դու հայտնվում, հասնելու, նորույթներ իմանալու, ինֆորմացիայի փոխանակման, գիտական դաշտում գտնվելու, անընդհատ այդ զարկը գիտության զգալու, այո, գիտելիքների փոխանակում, նոր ելույթներ, ինչ որ հոդվածներ, անընդհատ process է, անընդհատ։ Այո։ Դուք նաև բացի նրանից, որ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ եք, ձեռնարկների հեղինակ, համահեղինակ, ուսումնամեթոդական ձեռնարկների, բայց նաև հիմա էլ վերապատրաստումներ, փաստորեն Սանկտ Պետերբուրգում, գիտեմ, որ կոնֆերանսների եք մասնակցում եւ նաև ելույթներ եք ունենում։ Այո, Լիլիթ ջան, անընդհատ հարկ է լինում, անընդհատ պահանջը կա եւ տալու արդեն սեփական փորձից ելնելով ինֆորմացիային, գիտական ինֆորմացիա, որ կուտակվում է տարիների ընթացքում եւ կիսվելու եւ պարտադիր ստանալու
Այդ նպատակով ամենամյա կոնֆերանսի եմ մասնակցում Սանկտ Պետերբուրգում կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի, որտեղ հավաքվում են շատ տարբեր երկրների, ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև արտասահմանից շատ առաջատար մասնագետներ, որոնք կիսվում են փորձով, անց են կացնում վարպետաց դասեր, կարճաժամկետ վերապատրաստումներ, որոնցում ակտիվ ներգրավում եմ, շատ հպարտության զգացում եմ ունենում, որ Հայաստանն եմ ներկայացնում, շատ պատրաստվել է ինձնից ամիսներ է պահանջում, ելույթները շատ պատասխանատու են, մասսան բավականին գիտակ, ելույթս նվիրված էր հիմնականում թերապևտիկ հարաբերություններին, որ առաջանում են հոգեբանի եւ այցելուի միջև կոնկրետ այս ուղղության սահմաններում, որի ներկայացուցիչ եմ ես ինձ համարում ու ստանալով բավականին դրական արձագանքներ նորից ոգևորվում ես, նորից զգում, որ քո տեղում ես, ճիշտ ուղու վրա ես, ճիշտ ձևով ես աշխատում, արձագանքները շատ կարևոր են լինում։ Այո։ Տիկին Մալումյան, հիմա Մալումյան հոգեբանական կենտրոնում փաստորեն նաև մանկական հոգեբանություն, այսինքն 3 տարեկանից սկսած կարող են դիմել։ Ավելի վաղ շրջանից ունենք, որ դիմում են, եթե կա մանկավարժական հատուկ մանկավարժի ուղեկցման խնդիր է առաջանում, ավելի վաղ շրջանից, երբ զգացինք, որ արդեն կա զարգացման հապաղում, խոսքի զարգացման, հոգեբանական զարգացման, որքան շուտ այնքան լավ։ Բուն հոգեբանական խնդիրները ես միշտ ասում եմ, եթե 3 տարեկանից շուտ են դիմում ծնողները, ապա աշխատանքը ավելի շատ ենթադրվում է ծնողների հետ, ոչ երեխայի։ Եթե ընդհանուր հոգեբանական համակողմանի զարգացման համար, ընդհանուր զգայական զարգացման համար, այո, դիմում են շատ ավելի վաղ շրջանից, մանկական հոգեբանները հիմա շատ ծանրաբեռնված աշխատում են, համալրվել ենք, մեր թիմը համալրել ենք, հետո ես անընդհատ խնդիր ունեմ նոր մասնագետի համալրման, անընդհատ, որովհետև մեր բուհը շատ լավ մասնագետներ թողարկում է տեսական գիտելիքների մակարդակում, պրակտիկայի մակարդակում, ինչպես ամբողջ աշխարհում, դա համաշխարհային խնդիր է, մասնավորապես հոգեբանության ոլորտում, որովհետև մենք կիրառական հմտությունները ուղիղ փոխանցելու դաշտ չունենք, որովհետև մեր հանդիպումները կոնֆիդենցիալ են, գաղտնիության սկզբունքի էթիկայի նորմերը չխախտելու համար մենք չենք կարողանում ուսանողին բերել այս process-ին մասնակից դարձնել, այո, որը բավականին հետագայում խնդիր է առաջացնում նոր մասնագետի կայացման։ Հիմա ճիշտն ասած եկել եմ մի մասնագիտացման մի փուլի, արդեն ուզում եմ կիսվեմ, ուզում եմ տամ, ուզում եմ Վանաձորը լավ հոգեբանական դպրոց ունենա, դպրոց մասնագետի կերտման դպրոց եք նաև հիմնել Տիկին Մալումյան Վանաձորում, սա հոգեբանական, որովհետև մենք շատ առիթ ենք ունեցել, շատ քիչ կան քաղաքներ, որտեղ այսպիսի, խորը եւ գիտական, մասնագիտական այսպիսի հենքով կենտրոն կա։ Ուզում եմ շատ կիսվեմ Լիլիթ ջան, շատ եմ ուզում արդեն կիսվել, պատրաստել, հիմա օրինակ ասում եմ վերցնելու եմ ընդամենը 10 հոգի ու պատրաստեմ այնպիսի թերապևտներ, հոգեթերապևտներ, որոնց ես առանց վարանելու կվստահեմ այցելուներին, որովհետև ես հիմա զգում եմ, որ շատ եմ ծանրաբեռնվում, շատ եւ արցանց եւ կենթանի շփման շատ են կենտրոնը հիմա ծանրաբեռնված է ու կարիք ունեմ այտենց անվերապահորեն վստահելու մեկ այլ մասնագետի, ուզում եմ այդպիսի մասնագետներ մեր մարզում շատ լինեն։ Դասավանդում եք նաև Վանաձորի համալսարանում, պետական համալսարանում եւ բավական հետաքրքիր է ուղղությունները, այսինքն հոգեբանության ներածություն, անձի խանգարում, բժշկական հոգեբանություն, հոգեթերապիա, այս բոլոր ուղղություններով դասավանդում եք, դուք այստեղ կարողանում եք տեսնել, այդ ներուժը կա Տիկին Մալումյան։ Կա Լիլիթ ջան, մեր բուհը շատ լավ կրթություն է տալիս, շատ մենք բակալավրիատը ավարտում են ուսանողները, բավականին կայուն գիտելիքների մի համախումբ ունենք, որ կարելի է վստահել ու ասել, որ պատրաստ են մասնագիտական դաշտ մտնելու։ Մագիստրատուրան էլ, ես մագիստրատուրայում դասախոսում եմ հոգեթերապիա առարկան, այսինքն հենց այն, ինչի մասին հիմա խոսում եմ, որ պրակտիկան մի փոքրինչ հետ է մնում տեսական գիտելիքներից, այո, բայց դարձյալ լսարանը չի տալիս այդ հնարավորությունը կիսվելու այն հմտություններով, որ ձեռք է բերվում կոնկրետ հոգեթերապևտի գործընթացի ժամանակ։ Այո, մենք բազան ունենք, մեր բուհը լավ բազա է տալիս, բայց անհրաժեշտություն ունենք պրակտիկ հմտությունների փոխանցման, որը որ ենթադրում եմ
կենտրոնում այս տարվա իմ նպատակներից է, եթե իրագործեմ, շատ հաճելի կլինի ինձ համար։ Նշեցիք, որ շատ մեծացել է ծանրաբեռնվածությունը, երևի ուսումնական տարվա զուգահեռ ավելի շատ կլինի, չէ՞։ Հիմա ուղղակի այս սահմանները առցանց այս հարթակում սղվել են Լիլիթ ջան, այցելուները արդեն ոչ միայն մեր մարզից ու Վանաձորից են, այլ Ամերիկայից, Ռուսաստանից, դե գիտեք, սփռված հայեր ունենք, դիմում են, շատ են, ինձ այդ հարցն էլ է շատ ճիշտն ասած մի փոքր ինքը նուրբ հարց է, ավելի վճարունակ են դառնում այն այցելուները, որոնք արտասահմանից են, ու ստացվում է, որ դու տրամադրում ես քո ժամանակը ու հետո մեղքի զգացում եմ ունենում, ասում եմ, չէ, չլինի այսպես, նորից բաշխում եմ, նորից տրոհվում եմ, որ չէ մեր մարզի խնդիրներին էլ կարողանանք լուծում տալ։ Տիկին Մալմյան, ձեր մեջ այդ կարծես այդ պայքարը կա, հա, արդարության, ու անընդհատ դուք կարողանում եք գտնել այդ արդարությունը։ Սա հոգեբանական երևի ինչ-որ առանձնահատկություն է, հա, թե հավասարակշռությունը պահելու մեթոդ, դուք ձեր բոլոր արտահայտությունների մեջ ես նկատում եմ, որ դուք այսպես ընտրում եք արդարությունը ու միշտ սա ընդունում որպես ուղենիշ։ Ես շատ ազգասեր եմ, Լիլիթ ջան, չգիտեմ որտեղից Սովետական միության սերունդը այդ ազգասիրության ոգով չի դաստիարակվել մի տեսակ, իմ կարծիքով տուժում ենք, գումարած դրան ռուսական կրթություն, մի տեսակ տուժած է, բայց ես չգիտեմ որտեղից է այդ ոգին իմ մեջ, բայց ես իմ հայրենիքը ինձ համար առաջնային արժեքներից է, հայրենիքի մի հատուկ մաս էլ դա իմ Վանաձորն է։ Այո։ Վանաձորը դա ինձ համար հատուկ պատմություն է, հատուկ, չգիտեմ, զգացողություն է։ Ես այդ անպայման այդ հավասարակշռությունը պահում եմ, որ մեր մարզը չնայած մեր կենտրոն դիմում են ոչ միայն մեր մարզից, այլ նաև Տաուշ, Տաշիր, հարակից մարզերն էլ երեխաներ շաբաթ-կիրակի օրերը գալիս են, հա, բայց այնինչ իմն է, առաջնային տեղում ինձ համար։ Այո, երեխաների հետ կապված նաև ձեր փորձը Տիկին Մալմյան հաշվի առնելով վերջին տարիներին կարելի է ասել, որ խնդիրներն են շատացել, թե խնդիրներին մենք ուղղակի սկսել ենք ավելի ուշադիր լինել։ Չէ, շատացել են Լիլիթ ջան, կապված այս համացանցային ինֆորմացիոն, այս տեղատարափից, որ երեխաներին զերծ պահել ուղղակի հնարավոր չի լինում, ես դա նաև որպես մայր եմ ասում, որովհետև չես կարողանում դու երեխային այնքան զերծ պահել, այնպիսի պայմաններում մեծացնել, ինքը կսկսի հասակակիցների մեջ սպիտակակրավ երևալ, որտեղ անընդհատ իրենք ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում, խոսում են ընդհանուր խաղերից, ինչ որ վլոգներից, բլոգներից, հնարավոր չէ ժամանակակից երեխային հետ պահել այդ ամենից։ Իրենք կառանձնանան, դեզինտեգրավորվեն հասակակիցների մեջ, իրենց տեղը չեն գտնի, բայց այնքան կա վնասաբեր ինֆորմացիա եւ անգամ եթե վնասաբեր չլինի շատ է ինֆորմացիայի քանակը, շատ։ Երեխան ստացավ մի ինֆորմացիա, որի համար դեռ ուղեղը պատրաստ չէ վերլուծության, ինքը պարտադիր դառնում է այն սերմը նախադրյալը, որ հետագայում կդառնա հոգեբանական խնդիր։ Եթե երեխայի ուղեղը պատրաստ չէ այդ ինֆորմացիան վերլուծելու, ինքը կվերլուծի իր հնարավորությունների սահմանում, որը խեղված կլինի պարտադիր, ու բերում է նրան, որ նախ կենթանի շփման նվազում է տեղի ունենում, ինչը տվյալ տարիքի համար ուղղակի անգնահատելի է հոգեկանի զարգացման համար կենթանի կոմունիկացիան, գումարած այդ չհասկացվող ինֆորմացիայի տեղատարափը բերում են այո հոգեբանական խնդիրների շատացմանը, շատ են հիմա, շատ ահաբեկող թվեր են գրանցում։ Իսկ տարիքային ինչ որ կարելի է նշել, որ բոլոր տարիքները իրենց յուրահատուկ խնդիրներով, բոլոր, այո։ Ես ծանրաբեռնվածության արդյունքում մի տեսակ հրաժարվել եմ դեռահասներին, էլ չեմ կարողանում ներառել իմ այցելուների ցանկի մեջ, բայց այնպիսի խնդիրների եմ երբեմն առերեսվում, որ ծնողներն են բերում, չեմ կարողանում հրաժարվեմ Լիլիթ ջան։ Այ երկու ծայրահեղություն կա, մեկը որ պետք է ամեն ինչ անել հարմարեցնել երեխային, հա ուշադիր լինել եւ այլն որպես մայր, եւ երկրորդը, որ դու կին ես, պետք է քո մասին մտածես, կենտրոնանալ քո վրա։ Շատ հաճախ այս երկուսը հակադրության մեջ են լինում։ Կոնկրետ կարելիների ու չի կարելիների համակարգ պետք է լինի Լիլիթ ջան, հստակ եւ այդ կարմիր գծով դաստիարակության մեջ դա պետք է գնա։ Ոչ թե այսօր կարելի է, այսօր մի ժամ օգտվիր, վաղը 20 րոպե, հեռախոսը վերցնել, շատ եմ լսում, որպես պատժամիջոց, տատիկը թույլ տա, մայրը թույլ չտա, հայրը
պետք է լինի կոնկրետ հստակ, կարելիների չի առանց բացառությունների։ Օրեկան այսքան ժամ տրամադրել, վերահսկել ինչ են նայում երեխաները, քննարկել երեխաների հետ եւ միանշանակ ամեն մարդ իր կյանքն է ապրում եւ պետք է կինը եւ ծնողները իրենց ռեալիզացիան ունենան որպես անձնավորություն։ Լինել միայն մայր կամ լինել միայն հայր, դա հարցի միայն մի կողմն է։ Երբեք չեմ տեսել չիրացվող սեփական առաքելությունը չունեցող երջանիկ ծնողներ չեմ տեսել։ Ամեն մարդ պետք է իր ճանապարհն անցնի, իր առաքելությունը կատարի, բայց նաև միաժամանակ կարողանա երեխայի համար այդ ուղեցույցը լինել, ինչը կարելի է, ինչը ոչ, հիմա շատ ակտուալ է այդ հարցը։ Այո, այս հարցերով օրինակ կարող են դիմել ձեզ Տիկին Մալման ձեր կենտրոն, այսինքն կազմակերպել, որովհետև երբ երեխան փոքր է, շատ հաճախ ինչ որ քաոս է ստեղծվում, չէ՞, ներսում մայրիկները չեն կարողանում հասկանալ ինչի վրա պետք է ուշադրությունը հատկապես կենտրոնացնել։ Դրա համար մենք ունենք հոգեբանական ծառայությունների մի քանի մակարդակ, հոգեբանական խորհրդատվություն հենց այսպիսի սակավաթիվ հանդիպումներ է ենթադրում, ոչ խորքային ինչ-որ անձի վերլուծություն, այլ խորհրդատվություն, որ կարող է ծնողը գալ այն նմանատիպ խորհրդատվություն պահանջել, հստակ ներկայացնի եւ երեխայի ռեժիմը, առօրյան առանձնահատկությունները, նախընտրությունները եւ մասնագետները փորձեն ուղղորդել, կետեր տալ, ելակետային հարցերին ուշադրություն դարձնել, մի տեսակ ոնց որ սխեմավորել իրավիճակը եւ կոնկրետ քայլերի հաջորդականություն տրամադրել ծնողին, որով ծնողը ավելի գրագետ կանցնի այդ ճանապարհը։ Նաև ժամանակի պլանավորման։ Շատ են դիմում Լիլիթ ջան, շատ։ Ունենք շատ գրագետ ծնողներ, կարդացող ծնողներ, հետաքրքրվող ծնողներ, որ ցանկացած տարիքային մեկ փուլից անցումը մյուս փուլին անպայման ենթադրում է ճգնաժամային պահեր։ Գալիս են խորհրդատվության, ստանում են այդ ուղղորդումները եւ ավելի գրագետ է ստացվում այդ ամենը։ Ամեն անգամ իրականում ձեզ հետ զրույցը կարծես այսպես նոր ինչ-որ ծրագրեր կազմելու, եղած ինչ-որ անհարթությունները, տպավորությունը, որ հարթելը հնարավոր է, նույնիսկ ավելին ասեմ, շատ դժվար չէ։ Ես կարծում եմ, որ հոգեբանությունը ինչքան էլ որ շատ խիստ մասնագիտական, երկարատև աշխատանք է, բայց միևնույն ժամանակ ներսում ինչ-որ բան պիտի լինի, որ դու կարողանաս ու քեզ հետաքրքրի մարդուն այդպես բացելը, տեսնելը ու կարողանալ այնպես անել, որպեսզի մարդն ինքն իրեն լիարժեք զգա։ Այո, Լիլիթ ջան, զգալ է պետք։ Զգալ է պետք, չէ՞։ Այո։ Ես երբեմն որ խնդիրը երեխան ներկայացնում է, երեխան չէ դեռահասը կամ հասուն մարդը, ես իմ զգալու արտացոլանքը զգում եմ իրենց աչքերում։ Արդեն իսկ ձևավորվում են այդ պահին այն թերապևտիկ հարաբերությունները, որ ինձ անհրաժեշտ են որպես շատ կարևոր գործոն։ Գործիքակազմ ունենալ հոգեթերապիայում բավարար չէ։ Հոգեթերապևտիկ հարաբերությունները ամենաբուժիչ օղակն է, որ թերապիայում կա։ Ու ես զգում եմ իմ զգացածը իրենք ոնց են զգում ու վերջ այդտեղ սկսվում են մեր հարաբերությունները, այլևս անվերապահորեն վստահում են, այսինքն մի տեսակ զգացողություն է առաջանում, որ կա մարդ, որ ինձ հասկանում է։ Հենց սա մենք ես երբ դա ստացա, իսկ ես դա ստանում եմ այն ժամանակ, երբ որ ես զգում եմ ինչ են զգում։ Երբեմն դրանք շատ ծանր հույզեր են, երբեմն պետք է լինում վերականգնվել, երբեմն գնում եմ տուն ու զգում եմ, որ դեռ մտովի քննարկման մեջ եմ այցելուի հետ, այո։ Դրա համար մենք ունենք սուպերվիզիաներ, այսինքն մենք ինքներս ենք մասնակցում, գնում հոգեբանի այցի, այո, բերելու մեր ներդաշնակության, մեզ հավասարակշռման, այդ հարցին օբյեկտիվ, նեյտրալ նայելու, որտեղ դա էլ մեր մասնագիտությանը ներկայացվող կարևորագույն պահանջներից է, բայց զգալ այցելուին, նայել աշխարհին իր աչքերով, բայց շատ նուրբ սահման կա չնույնականանալ, երբ մենք նույնականանում ենք, այլևս մեր աշխատանքի արդյունավետությունն իջնում է, բեկում ենք եւ մեր սեփական սուբյեկտիվ փորձն ենք թելադրում, դա չի կարելի մեր մասնագիտության մեջ, զգալ, բայց չնույնականանալ։ Օրինական խնդիրներ, որ երբ այցելուն գալիս է, ու ես զգում եմ, որ ես այնպես եմ արձագանքում այդ խնդրին, որ դա իմ սեփական սպիների հետ է արձագանքվում, այսինքն ես նույնականանում եմ, ես հրաժարվում եմ Լիլիթ ջան։
ուղղորդում եմ մեկ այլ մասնագետի մոտ։ Մենք նաև ունենք խնդիրներ, որոնք ուղղությունները հոգեբանական շատ տարաբնույթ են ու կան խնդիրներ, որ ավելի հարմար է կոնկրետ այս ուղղության լուծման համար։ Եթե ես զգացի, որ դա իմ ուղղությունը չէ, այլ մեկ այլ ուղղություն ավելի կարճաժամկետ ու արդյունավետ կլուծի, ես անպայման ուղղորդում եմ այլ մասնագետի հետ մոտ։ Եվ այդ արձագանքման խնդիրը, օրինակ, որդեգորույս մայրերի հետ չեմ կարողանում աշխատել։ Չեմ կարողանում, արձագանքում եմ այն կարգի, որ ես այլևս մասնագետի կարգավիճակ կորցնում եմ։ Էլի կան մի քանի խնդիրներ, որոնցից հրաժարվում եմ։ Նախնական այցերի ժամանակ, երբ որ խնդրի ներկայացում է տեղի ունենում, ասում եմ, որ ես այդ խնդրով չեմ զբաղվում։ Այդ արձագանքման խնդիրն է, ոչ թե հմտությունների, այլ արձագանքման։ Նաև այս ազնվությունը սա էլ է, չէ՞, այդ անկեղծությունը, մասնագիտական անկեղծությունը, սա էլ է, չէ՞, պարտադիր մի բան։ Այցելուի կարգավիճակի հասնում են այն մարդիկ, ովքեր բարձր ինտելեկտ ունեն։ Պրիմիտիվ մարդը հոգեբանական խնդիրների ուշ է հասնում։ Եվ զգայության շեմը բավականին ցածր է, այսինքն փոքր ներգործությունը այդ մարդկանց մոտ շատ ուժեղ արձագանք է ստանում։ Ու դուք պատկերացրեք, որ այդ մարդը արդեն իսկ բնությունից տրված այդ հատկություններով ձեզ մոտ է գալիս։ Ինքը շատ լավ զգում է, դուք զգում եք, ապրումակցում եք, թե ոչ։ Եթե զգացին, որ դուք զգում եք, ուրեմն մենք գործի կեսը արել ենք։ Մենք հաջողության հաստատ մեր մասնագիտությունը մեզ ասում է դուք մի տվեք գրավական, որ այո դուրս ենք գալու այս խնդրից, ասեք միասին աշխատելու ենք։ Դեպքեր են լինում, որ ես զգում եմ, որ ես պետք եմ, որ ասեմ այո դուրս ենք գալու խնդրից, ասում եմ միայն իմ ձեռքը բռնեք, դուք միայն այն ինչը կախված է ձեզնից, ես ասելու եմ ինչ անեք, բայց արեք պարտաճանաչ, ես ձեզ այդ անդունդից հանելու եմ։ Ու դա միայն այն դեպքում, երբ որ ես զգում եմ այդ զգայական կապը։ Իրականում սա ամենակարևորն է, որովհետև եթե այդ վստահությունը չլինի, այդ ինչ որ նույն հարթության վրա այդ հարթությունը չգտնվի, հնարավոր չի լուծում տալ փաստորեն։ Վստահությունը շատ կարևոր է, նախ սեփական անձի նկատմամբ որպես մասնագետ վստահություն ունենալը դա դարձյալ մեծ ճանապարհի արդյունք է։ Գալ մի կարգավիճակի, որ դու մասնագետ լինելով ասես, այո, ես քեզ օգնելու եմ, դրան հասնել է պետք։ Դա շատ ծանր երկարատև ճանապարհ է։ Գալ է պետք դրան ու ստանալ հենց այդ հոգեվիճակը, որ դու դառնաս տվյալ մարդու համար արտաքին հենարան։ Ժամանակավորապես, որտեղ մեզ պետք է որ մարդը ինքը իր ներքին հենարանն ունենա։ Այո, ամրացնի այդ հենարանը, որպեսզի կարողանա։ Բայց ես այն մարդն եմ, ում վրա դու կհենվես, ու այդ մարդը միշտ ուսանողներին եմ ասում, եթե մտան զգացին, որ դուք խնդիրների տակ կռացած, կքած մի մարդ եք, չեն վստահելու ձեզ։ Իսկ եթե ստացան այդ վստահությունը, որ որպես մասնագետ դուք այնքան գիտակ եք ու փորձառու, որ դուրս եք գալու իրավիճակից, բայց համարժեք դրան հասնել է պետք, նորից եմ ասում։ Եթե դա դատարկ եղավ, էլի չի աշխատելու, որովհետև այդ վստահությունը ներքին զգացողություն է։ Այո, դուրս ենք գալիս ու բայց մեր մասնագիտությունը ճգնություն է։ Անընդհատ զարգանալ, կարդալ, պատրաստվել, վերապատրաստվել եւ այլն։ Սա օգնում է հիմնականում հենց այն մարդկանց, այն հսկա բանակին, Մալումյան հոգեբանական կենտրոնի եւ Արցանց եւ հենց տեղում Վանաձորում ձեր հրաշալի այս կենտրոնի այցելուներին փաստորեն, որովհետեւ իրենց խնդիրները լուծելու ամենաժամանակակից մեթոդները փաստորեն այսօր հասանելի են ձեր շնորհիվ։ Այո, Լիլի ջան, մենք Վանաձորում լավ մասնագետներ ունենք, ես միակը չեմ, կան, ինձ շատ հաճելի է, իմ գոլեգաներն են, ես շատ ուրախանում եմ, որ մենք թիմ ունենք, հետո յուրաքանչյուր ուղղություն ինքը ստեղծում է մի մասնագիտական դաշտ, որտեղ անընդհատ կա այդ գիտելիքների փոխանակման, միմյանց հետ խորհրդակցելու, բարդ դեպքերի քննարկման եւ այլն։ Այո, կա Վանաձորն ունի նաեւ բացի ինձնից այլ լավ մասնագետներ, որոնց համար ես իսկապես ուրախանում եմ։ Շատ ուրախ եմ, որ օրինակ մենք ունենք սպորտային մայրաքաղաք, մենք ունենք մշակութային թատերական մայրաքաղաք, Գյումրին եւ այլն։ Ես իմ նպատակներից է եւ ես այսօր էլ փաստում եմ, որ հոգեբանական գիտելիքների պրակտիկայի առումով Վանաձորը շատ լավ
կարգավիճակ ունի Սա այսօր։ հատուկ ինչ որ ես ձեր թույլտվությամբ սա որպես կցիտեմ տարբեր տեղեր ես մեջբերումը կանեմ հոգեբանական մայրաքաղաքը նաև կարող է լինել։ Ես դա իմ երազանքներից է, բայց այս պահի դրությամբ էլ մենք ունենք մասնագետներ, որոնք միջազգային մասնագետներին շատ եմ շփվում, չեն զիջում։ Շնորհակալ եմ շատ Տիկին Մալումյան, ինձ իրականում շատ հաճելի էր եւ այդ ձեր նույնիսկ այս զրույցի ընթացքում այդ ողջևորությունը, որ տարածում եք, իսկապես երբ մենք մտածում ենք, որ պետք է այ խնդիրներ կան մասնագետին դիմել, ինձ համար շատ սիրելի է այս մասնագիտությունը, բայց իրականում այստեղ շատ կարևոր են անընդհատ նոր բան բացահայտող մասնագետները։ Ես ուզում եմ, որպեսզի իրականում ձեր բոլոր ծրագրերը մեծ շարունակություն ունենան, որովհետև դուք մարդկանց իրականում օգնում եք երջանիկ լինել։ Շատ հաճելի է Լիլիթ ջան։ Նույնպես։ Սիրելի հետևորդներ, գիտեք իսկապես մենք նշում ենք, որ հոգեբանական առողջությունը շատ կարևոր է, սրա վրա հատուկ ուշադրություն է պետք դարձնել։ Այսօր ես հասկացա, ես այս մասին չէին խոսել, առիթ չէր եղել, բայց Տաթևիկ Մալումյանը շատ ճշգրիտ դիտարկում արեց, որ ինչպես հետազոտության ենք մենք գնում մեր ֆիզիկական առողջության համար որոշակի պարբերականությամբ, այդպես էլ ճիշտ կլինի հոգեբանական առողջության մասին հոգ տանել։ Փոքր անհանգստությունների դեպքում առավել եւս, եթե ինչ-որ տրամադրության անկում նպատակները շատ հստակ ծրագրված չեն այս դեպքում եւս։ Եթե երեխաների հետ է կապված եւ ինչ-որ խնդիրներ նկատում ենք, պետք չի դրանք թաքցնել, պետք չի ասել, այ իմ երեխան այս ձևի է։ Պետք է դիմել մասնագետի, միգուցե այդտեղ մի խնդիր կա, որը հենց մասնագիտական ճշգրիտ միջամտության շնորհիվ հնարավոր պիտի լինի իսկապես վերացնել եւ երեխային հնարավորություն տալ երջանիկ ապրել իր կյանքը։ Իրականում գիտեք աշխարհի որ անկյունում էլ լինի, որ քաղաքում էլ լիներ, եթե ունենան այսպիսի պրոֆեսիոնալներ, ովքեր որ տարիներ ու տասնամյակներ շարունակ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմին ավելացնում են նորագույն մեթոդները, նաեւ թերապետելը եւ այդ մեթոդները կիրառելը, կարծում եմ, որ այդ քաղաքներում իրականում երջանկության ցուցանիշը, եթե ինչ-որ հարցումներ լինեն, շատ ավելի բարձր կլինեին։ Մալումյան հոգեբանական կենտրոնը Վանաձոր քաղաքում է գործում, իհարկե հասցեներով սահմանը դուք տեսնում եք, բայց սահմաններ այստեղ չկան, հաշվի առնելով, որ առցանց նույնպես հնարավոր են հանդիպումներ։ Գիտեք, պետք է կարողանալ իրականում վայելել երջանիկ լինելու զգացողությունը։ Իսկ այդ զգացողությունը հնարավոր է վայելել, եթե դու կարողանում ես երազանքներ ունենալ ու գնալ դեպի այդ երազանքները։ Այսօր Էլրումում մենք զրուցում էինք Մալումյան հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն, հոգեբան, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, Ռուսաստանի կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի ասոցիացիայի անդամ Տաթևիկ Մալումյանի հետ։ Շատ է լինում, որ դու որոշում ես մեծ երազանքներ դեպի գնալ, բայց հասկանում ես, որ ոտքերդ այդ կողմ չեն տանում։ Կարելի է այս հեռախոսահամարով զանգահարել եւ ասել, ինչպես անել, որպեսզի գտնել ճանապարհը, որ տանում է դեպի իրական երջանկություն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։